Փաստորեն ըստ լուրերի դուք էլ հաստատում եք, որ դուք եւս չեք լինելու ԿՊ-ի նախընտրական ցուցակում, ինչու հարցը։ Մենք հանգիստ կանչեցիք, ասեցի գալիս եմ, եկել եմ։ Հայաստանում լավ է, արդեն ժամանակն է, որ դուք էլ զբաղվեք ձեր սիրած գործով։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հիշել ինչ ա եղել 18 թվականից առաջ, կան մարդիկ, որ իրոք չեն հիշում, դա նորմալ է, մարդու հիշողության հետ կապված, բայց 18 թվականին ես իմ թիմի հետ այն քիչ մարդկանցից էինք, որ փոփոխություն արեցինք Հայաստանում, որը անհնարին էր թվում։ Եվ այդ ժամանակ կարծում եմ նորմալ եւ օրինաչափ էր, որ ես թիմի հետ այստեղ էի։ 21 թվականին էլի կլինեն մարդիկ, որ չեն համաձայնվի, բայց 21 թվականին ես ներսից իմ թիմի հետ տեսել եմ ինչ է նշանակում, երբ որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ, իրոք կարող է դուք դա չեք զգացել եւ ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես չգիտեմ, հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Եվ այդ ժամանակ թիմին լքելը նույնպես կլիներ դավաճանություն, ես այդպես եմ կարծում, պետք է ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե քաղաքացիական պայմանագրի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։ Դրանից հետո ես կարծում եմ, որ հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել, էլի անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում ա եղել, ես հպարտանում եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր այդ ճանապարհը կարողացել են անցնել, որտեղ մենք բոլորս այն կարգի կորուստներ ենք ունեցել։ Նարեկ ջան, ձեզանով եմ հպարտանում, որովհետև դուք էլ եք մեր հետ այդ ճանապարհ անցել։ Ով որ անցել ա ու օգուտ ա բերել պետությանը, բոլորով հպարտանում եմ։ Մենք հիմա հասել ենք այն վիճակի, որ պետք է մարդիկ աշխատեն, երջանիկ լինեն, խաղաղ ապրեն։ Հիմա լավ չի, որ այդ վիճակում է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ։ Որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ, ժողովուրդ ջան, ես դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Ես շատ կեսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր, բացառությամբ մի 2 տարի, որ երեխա եմ ունեցել, չեմ կարողացել, ամեն օր աշխատել եմ, հիմա գնում եմ այդտեղ աշխատել, մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատ է։ Եկան պատկանները, մի քանի սեզոն եղան գումարում, ավելի ճիշտ եղան պատգամավոր, հիմա գնում են բիզնես դնելու, այսինքն պատգամավորները դուք առաջին անգամ չեք ինձ խայթում, ես 18 թվականից առաջ էի բիզնեսով զբաղվում, լսում եմ։ Հիմա ըստ էության պատգամավորի գործը այդպես եկամտաբեր է եւ կարելի է աշխատել, եւ հետո գնալ բիզնես դնել։ Սիրելի Նարեկ, առաջին անգամ չի, որ այդ հարցով դու ինձ խայթում ես։ 18 թվականից առաջ ես աշխատել եմ, բիզնես եմ ունեցել, շատ ավելին եմ վաստակել, քան ազգային ժողովում եմ վաստակում։ Ես օրենքը պահպանող, հարգող պատգամավոր եմ, ես երբեք ինձ թույլ չէի տա պատգամավորական գործունեությանը զուգահեռ որևէ գործունեություն ծավալել, որտեղ դա անօրինական է եւ հակասահմանադրական։ Հիմա ես ուզում եմ իմ ընտանիքի համար ավելի լավ ժամանակներ բերեմ։ Ինչ մեղք ունեն իմ երեխաները։ Շարունակելու եք մնալ կուսակցությունում, թե դուրս եք։ Շարունակել եմ կուսակցությունում մնալ, դա ոչ մի բան չի փոխվում, երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրանց կողքին, ընտրություններին իրանց օգնելու եմ։ 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ ունենալու եւ լավ հաղթանակ ունենալու։ Իսկ դուք բիզնեսի որ ճյուղն եք ընտրել։ Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա, ես տեսել եմ 30 տարվա մեջ ոնց են եկել մարդկանց ժամանակը եւ իրենք չեն գիտակցել, որ ժամանակը եկել է գնալու, պետքա սթափ լինել, պետքա հասկանալ, եթե արել ես այս պահին ուրիշ տեղ ես տեսնում, պետքա հանգիստ գնաս, չվախենաս։ Կարող է կան մարդիկ, օրինակ 30 տարվա մեջ ես տեսել եմ քաղաքական գործիչների, որոնք կարճել են քաղաքականից չեն գնացել։ Ես ընկալել եմ, որ այդ մարդը այդտեղից դուրս ոչինչ չի կարող անել։ Բացարձակապես ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձև վերաբերում եմ պարոն Փաշինյանին, ես ոչ մեկից հիասթափված չեմ։ Ինքը իմ ավագ ընկերն է, կուսակցությունը, որի համահիմնադիրներից մեկը ես եմ եղել,
ԿՊ-ից ոչ միտեղ չեմ պատրաստվում։ Ինքնակամ եք գնում, հարցը կներեք, էլի ինքնակամ եք դուք։ Ամբողջությամբ ինքնակամ։ Բայց դուք միշտ տարբեր Նախոշել է արդյոք պատասխանատվությունից, որովհետև առաջիկամ ծանրագույն որոշումներ պետք է կայացվի, խորհրդանում է խաղաղությանը։ Ես արդեն ասեցի, ես վստահ եմ, որ կհասցնեմ, արդեն մեկը Արդեն մի համաձայնագիր եկել է, ես քվեարկել եմ եւ նորից կքվեարկեի։ Ես կարծում եմ չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետության մեջ ապրել ու արարելը։ Կհասցնեմ դեռ մյուս ձեր ասած ինտրիգային բաները քվեարկել, նոր գնալ։ Փախուստ չի։ Փախուստ կներ 21 թվականին։ Եվ մենք տեսանք այդ փախուստը։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր որոշման մասին քննարկում ունեցել եք, ինչպես է նա արձագանքում։ Ոչ, պարոն Փաշինյանը մեր ոչ մեկի ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունենում։ Չէ, ազդեցության մասին չեմ ասում, ոնց է արձագանքում։ Բայց տեղեկություններ կա, որ ասել են ովքեր չառաջադրվեն, խնդիրներ։ Ես պարոն Փաշինյանի հետ չեմ խոսել այդ հարցով։ Պարոն Փաշինյանը երբևիցե, ես չգիտեմ Նարեկ ինչ ինֆորմացիա ունի եւ Նարեկին ոնց են վերաբերվել, երբևիցե իրեն ճանաչած առաջին օրվանից որևէ մի օր ինքը իմ ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունեցել եւ դա չէր կարող լինել։ Երբ ասում էր, որ պետք է SMS-ով պետք է հեռանալ խմբակցությունից, դա ազատ կամ Դուք ասում եք, ես ասում եմ իմ հետ նման բան չի եղել, եթե մարդիկ այնպես են, եթե կան մարդիկ, որոնք ունենում են այնպիսի վարքագիծ եւ հետագիծ, որ լավ չեն ընկալում ինչա կատարվում եւ իրանց պետքա բացատրել ինչա կատարվում, այդ մարդկանց խնդիրն է։ Ես ասում եմ, ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես միշտ իմացել եմ ինչա պետք անել։ Բայց արդյոք սա չէ խոսում այն մասին, որ խնդիրներ այնուամենայնիվ կապակցությունում կան, որովհետև էլ շտամավորներ կան, որոնք չեն ցանկանում։ Ես հասկանում եմ, դուք ինչ շատ եք սիրում։ Ուզում եք ես մնամ խորհրդարանում։ Տեսեք, եթե ես չեմ կանգնում այստեղ եւ ճեպազրույց տալիս եւ դա չի նշանակում, որ ես пассив եմ։ Ես իմ հանձնաժողովում իմ ամենօրյա աշխատանքը արել եմ։ Այն ինչ հասնում է ինձանից, ես արել եմ։ Եթե պետք է քաղաքական, ես հասանք պատարակներին, անկեղծ խոսում եք դրա մասին խոսել։ Դա որովհետև ընկալում եմ որպես աջակցություն Լավ, հիմա վարչապետի ես այդ թեմային չէի ցանկանում անդրադառնալ, բայց ես Նարեկին, Նարեկը ստիպեց։ Ես առհասարակ պատարակների չեմ գնում, շատ վաղ ժամանակ հասկացել եմ եւ դրա մեղավորը եւ ճակերտավոր եղել է հենց Գարեգինը եւ իր քահանաները դա այսօր չի եւ 18 թվականից հետո չի որ եղել։ Ես իմ համար հասկացել եմ, որ այդ մարդիկ էտալոնը չեն, որտեղ ես պիտի պատարակի գնամ, իրանց վարքը նաեւ 30 տարվա ընթացքում բերել է ինձ այդ մտքի, որ եթե ես Աստծո հետ խոսելու բան ունեմ, իմ միջնորդը ոչ Գարեգինը, ոչ նրա նման քահանաներն են, ոչ էլ շենքը, եթե ես Աստծո հետ խոսալու կարիք ունեմ, ես հիմա ձեր հետ այստեղ կանգնածել կարամ Աստծո հետ խոսամ, դրա համար ինձ պետք չի որևէ տեղ գնալ։ Իսկ եթե ես 30 տարի Աստծո տունը ամբողջ տիեզերքն է։ Եթե Աստված ամեն տեղ է, դե ես էլ ձեզ ասում լավ չեք ընկալում ուրեմն քրիստոնեությունը, եթե Աստված ամենուր է եւ ամեն ինչի մեջ, ուրեմն Աստված իմ ու ձեր մեջ է ու իր համար տուն գոյություն չունի։ Իր սաղ տունը տիեզերքն է։ Պողոսյան, ձեր հավատի հետ կապված դուք մի հայտարարություն արեցիք շատ մի քանի տարի առաջ, որը բավականին քննարկվեց, որ եթե մի տող անգամ Փաշինյանը գրեր բյուջեում, դուք դրան կքվեարկեիք։ Դուք չէիք կարող դա մոռանալ, չէ՞։ Ես չեմ մոռանում ոչինչ։ Հիմա ձեր հավատը Նիկոլ Փաշինյանի հանդեպ եկեղեցուն դուք ասում եք Գարեգինը ես ձեզ հասկացա։ Հիմա ես այդ հավատը այդքան անստասան է մնալու միշտ եւ ինչով է պայմանավորված Փաշինյանի հանդեպ մեծագույն հավատը։ Okay։ Ես հասկանում եմ, որ 18 թվականի ամփորձ քաղաքական ամփորձ մարդու արտահայտությունը դուք շատ երկար ժամանակ շահարկեցիք։ Իդեպ ես շատ կարևոր հարց էի բարձրացրել։ Ես հարցնում էի պարոն Փաշինյանին, ինչպես ենք մենք կարողանալու ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, ինչ քայլեր ենք անելու։ Դա ձեզ էական չէր։ Իսկ խոսքը ձևակերպելը, եթե դու փորձ չունես քաղաքականությամբ, դա ամոթ բան չի, ես չեմ ամաչում։ Ես ամեն օր սովորում եմ։ Այսօր ձեր հետ զրուցելուց ես այդ կաշկանդվածությունը չունեմ։ Դա համար պետք էր ճանապարհ անցնել։ Ես քաղաքական ճանապարհ չէի անցել, որ այդպեսի բան ասեի։ Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին, եթե ես վստահ լինեի, որ ինքը վատ բան անում կամ սխալ բան անում, ես շատ ավելի շուտ կհեռանայի։ Ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում եւ վստահ եմ, որ ինքը Հայաստանի համար լավագույնն է անում եւ դուք իհարկե կարողա չեք ճանաչում այդ մարդուն, դրա համար չեք այդտենց ռեակցիա եք տալիս։ Ես չգիտեմ ավելի պետականամետ եւ Հայաստանը ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է։
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարեվարկության կանոնագիրք է ընդունել, ինչ է կարծում էթիկայի։ Սա Թաթոյանի ասուլիսից հետո արված հայտարարությունների շարունակություն։ Մեզ անկեղծ ասած չգիտեմ ինչ էթիկայի կանոնագրքի մասն եք խոսում։ Օրեն հայոյանք ինչ են հայոյանում։ Վարչապետը առավոտ չզարթի եւ գրի Facebook-ում սրբազանից հետ ինչ գործ ունես գնա քերակնոջը դոմփիր երևի դա զսպելու Վարչապետը արդեն ասել է, որ ինքը չպետք է այդպես աներ, ինքը իր ասացի համար նեղություն խնդրում, եք չեք ստիպում ես չեմ ասել, տեսբանիցի չեք ստիպում ես նեղություն խնդրեմ։ Մի փուլում հնչում են հայոյանքներ, քապական տարբեր պաշտոնյաների կողմից արտահայտություններ, որոնք ըստ էս էթիկայի կանոնագրքի, որ ընդունել են, պետք է չհնչեին, եւ հիմա այսինքն ինչ Շողիկ ջան, ես երբեք ոչ մեկին չեմ հայոյել։ Ես կարծում եմ հայոյանքը վատ բան է, հատկապես քաղաքական դաշտում։ Հայոյում եմ արդեն ժամանակ եւ սպառվում են փաստարկները, չի կարելի հայել ոչ մեկին։ Նույնիսկ եթե ինձ ահա որ դուր չի գալիս Նարեկի հարցերը կամ այն խայթոցները, չի կարելի Նարեկին հայել, ոչ մեկին չի կարելի։ Հիմա եթե որևէ մեկը օրինակ նեղված ա եղել կամ զայրացած ա եղել նման ձև արտահայտվել, հետո ասում ա կներեք, ես այդպես էլ չեմ անելու, նորմալ ա, բան մեծահոգի գտնվեք, աստծուց ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը գրում էր հենց այդ գրառումը, հա, ներողություն դոմփելու մասին, դուք անձամբ իրեն ասում եք, որ դա ճիշտ չի, ասում եք ընկերներ են։ Ես կառավարական շենքում չեմ եղել, որ ասեմ պարոն Փաշինյան մի գրեք։ Գրառումների մասին է խոսքը։ Ես չի եղել այդպես, որ շփում ունենամ պարոն Փաշինյանի հետ, որ ունենայի հաստատ կասեի պարոն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք տենց, նույնիսկ եթե զայրացած եք կասեի, բայց առիթ չի եղել։ շնորհակալ։